Ությունը պատմելու մեր ցանկությունը իրավական հիմք հարգելի ոստիկաններ Եք ով է այսպես պատասխանատու Փաստորեն թույլ չեն տալիս որպեսի ակցիան տեղի կարգել էլ մեքենաները գնում են կոնյակի գործարան ինձ ասեցին ինչու եք հիմա խոչընդոտում մայթ եզրով մեր խաղաղ քայլերթը պատճառը որն է իրավական հիմքը որն է Եվ իրական պատճառը որն է, խնդրում եմ մեզ ասեք։ Ձեզ համար պարզ է։ Ես քիչ Իսկ կարող է երանդին փոխեք պարոն Աշոտյան, պտտվեք կենքով։ Ես իմ քաղաքում ենթարկվում եմ քաղաքային երթևեկության կանոններին, որոնք որ շարադրված են ներքին գործերի նախարարության, ոստիկանության ենթակայքեջում, մայիսի 4-ին փակվող փողոցների մասին։ Այս հատվածը պետք է լիներ չերթևեկելի, իսկ մայթերը պետք է լինեին բաց։ Հիմա խիա արվել հակառակը ուզում եմ հասկանամ, խիա հատվածը երթևեկելի, իսկ մայթերը փակ։ Խի, որովհետև մեր ակցիան հասկանալի է, չխի։ Որովհետև մեր ակցիան պետք է տեղի ունենար ի կատարումն այս կանոնակարգման, ոստիկանության, խաղաղ, երթով, պլակատներով, շարանով կանգնենք։ Տղեկ ջան, իրավական հիմքը որն է, ով է։ Ղեկավարը ով է։ Մայոր Վարդան։ Պարոն Աշոտյան, մենք նախապես պարոն Մամիջանյանի հետ հստակեցրել ենք, իրավական հիմքը ներկայացրել ենք, դա պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության մասին օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետն է։ Կարող եք ուսումնասիրել, սահմանափակումներին ծանոթանալ, եթե հարցեր կլինեն համեցրել։ Շնորհակալ եմ բարձրաբանման համար։ Այստեղ ամենաինտրիգային մասը պարոն Մամիջանյանի հետ խոսել եմ արտահայտությունն է, որը ձեր հեռախոսազրույցն է ոչ միայն պարոն Մամիջանյանի հետ, այլ միջև այդ պարոն Դանիելյանի հետ, եւ մենք չենք համաձայնել կասեցնել մեր ակցիան, որովհետև հղում են կանում ոստիկանության կողմից ընդունված ձեր պաշտոնական կայքեջում տեղադրված եւ հետո չգիտես խի հնդածս փոփոխված կարգավորումներին։ Եթե ձեր ասածը ճիշտ է, արգելի ոստիկան, ապա այդ անվտանգության նկատառումներին այս սլացող մեքենաներն են ավելի շատ խանգարում, թե այս աղջիկներն ու տղաները, որոնք պետքա 5 կմ/ժ արագությամբ քայլեն մայթ եզրով։ Խնդրում եմ ասեք, ինչու է բաց ճանապարհները անգի միջոցով ենք մենք դա քննարկել ենք նաև տեղում, երբ հավաքի մասնակիցները մոտեցել են այստեղ, իսկ սահմանափակումները, քանի որ ես ասում նշեցի, դուք առաջարկել եք, մենք հրաժարվել ենք այդ կարգավորմանը ենթարկվել, որովհետև այդ կարգավորումը չի բխում ոստիկանության պաշտոնական կայքեջին դրված կարգավորումներից։ Այսքանը որ դուք ինձ հիմա պատմում եք, արգելի ոստիկան, ինչու գրված չի այստեղ։ Սա ձեր նախարարության, ձեր ոստիկանության, ձեր ծառայության կողմից զետեղված կարգավորումն է, որից մենք տարց ստորակետ չենք շեղվել եւ չենք շեղվելու։ Ինչու չեք կատարում ձեր իսկ գերատեսչության նախապես հայտարարված կարգավորումները։ Իմ խնդիրը շատ պարզ է։ Խի եք հնդածս փոխել այդ կարգավորումները։ Եվ ինչով ենք մենք խանգարում պետական պաշտպանության ծառայության իրականացմանը, եթե կանգնում ենք ճանապարհներին, որոնք Այստեղից երևի մի 3-4 մայթերին 3 կիլոմետր հեռու է մարզամերգային համալիրը։ Անվտանգության նկատառումից ելնելով խնդիրը կարող առաջանալ նաև տեղում, դա նաև սահմանվում է գվարդիայի մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դա կարող եք ուսումնասիրել, հնարավորապես ներողություն, հարցազրույցի համար չեմ մոտեցել, ես պարզաբանում եմ քաղաքի կազմակերպչի կամ մասնակցի, հիմա ես կպարզաբանեմ, դուք մնացածը կճշտեք։ Արգելի ոստիկան, այստեղ ձեր տեքստում չկա հետիոտների հետ կապված որևէ սահմանափակում, հարգելիներս կա։ Ցույց տվեք, խնդրում եմ, ուղիղ եթերը պահեք, բացեք ձեր հեռախոսը, խնդրեմ։ Ցույց տվեք։ Բայց դուք խնդրում դա ինքները ուսումնասիրեք։ Հիմա հետ քայլեր իրականացնել։ Ներողություն, մեքենա կարող է անցնել, դա անվտանգ է։ Խնդրում նախապես իրազեկում ասվածը քաղաքապետարանի միջոցով նկատի ունեք, իրազեկում չի եղել։ Հրատապ ակցիա է, ինչ իրազեկում։ Չէ, հարց ուղղված որ իրազեկված է, դրանն եմ Հրատապ ակցիա է։ Բայց 18:00 շետ երթևեկությունը սահմանափակվելու։ Ես արդեն բարձրաբանեցի, որ անվտանգության նկատառումից ելնելով կարող է խնդիր առաջանալ տեղում։ Այո, ես ձեզ կարգավորումը այն հղումը, որի վրա անում է ի հակառակ իմ հղմանը, նորից կրկնեմ, իմ հղման աղբյուրը պոլիս ներքին գործերի նախարարություն գող.am կայքն է, որտեղ հետիոտների սահմանափակման մասին չկա որևէ։ Ես հիմա օրենքի հղումը, ինչը որ ձեզ ներողություն եմ խնդրում, ինչը որ ես ուղղորդեցի, որ դուք օրենքի հղումից ծանոթանաք, ես հիմա կարող եմ ինքս բարձրաձայն կարդալ,
Դուք լսեք ծանոթանաք, եթե դա է խնդիրը։ Խնդիրը Դե եթե դա չի կխնդրեմ մնացածը արդեն պարզաբանված է։ Պարզաբանված չի, որովհետև ձեր գործողությունները հակասում են ձեր իսկ կողմից իրազեկման գործողությանը։ Դուք իրազեկել եք 1.5 միլիոնանոց Երևանին եւ իր հյուրերին այլ կարգավորումների մասին։ Եվ այս մարդիկ, որոնք այսօր այստեղ են, մի քանի 100 հոգի, այս կարգավորումներին համապատասխան հրատապ կարգով ինքնակազմակերպվել են եւ ուզում են իրենց ձայնը բարձրացնել այս հավաքի հետ կապված։ Ինչու՞մն է խնդիրը։ Մենք արդեն տեղեկացրել ենք, իրազեկել ենք մի քանի անգամ։ Երթուղու մեջ ըստ անհրաժեշտության, եթե ունենք անվտանգային խնդիր հղում անելով համապատասխան հոդվածին, համապատասխան կետին, այս պայդրությամբ որոշակի սահմանափակումներ ունենք եւ գվարդիայի մասին օրենքով եւ իմ նշած օրենքով։ Հարգելի գվարդիայի մասին օրենքի մասին այստեղ որևէ հղում չկա։ Երկրորդը դուք այստեղ ասել եք, որ սահմանափակել եք երթևեկությունը։ Մենք չենք երթևեկում, մենք քայլում ենք։ Հետիոտների մայթերով քայլում ենք, հետիոտների գործողությունների համար որևէ սահմանափակում այստեղ չկա։ Իմ նշած օրենքի մեջ սահմանափակում կա, նույնիսկ տեղում Ինչու՞ գտնվելու չեք իրազեկել նախապես այդ դեպքում։ Ոչ, հեսա գրած է։ Պարոն ոստիկանը հղում է տալիս իրենց օրենսդրությանը, այդ օրենսդրության վրա որևէ հղում չկա իրազեկման։ Եվ ակնհայտ է, չէ՞ որ այս կարգավորումը կեսից են մոգոն է, որովհետև իմացել են, որ մենք սենց ակցիա ենք անելու, իշխանությունները իմացել են, մտածել են ոնց փագեն այսպես ասած մեր ճանապարհը, նորից կրկնեմ, հա։ Մենք կարող ենք գնալ մյուս ծայրով մոտենալ մարզամերգային համալիր, բայց այնտեղ մեզ ոչ մեկ չէր տեսնելու մեկ, եւ երկրորդը այնտեղ կան բազմաթիվ այլ ուժեր ու քաղաքացիներ, որոնք այդ հարթակը ի պատիվ իրենց օգտագործում են։ Մենք ուզում ենք այս հարթակը օգտագործել։ Ինչու՞մն է խնդիրը։ Հղումի վերաբերյալ կարող եք լրացուցիչ հարցում ուղարկել։ Այսինքն մենք իմացանք, որ մեր ձայնը չասանենք, Ես հղումի վերաբերյալ չեմ կարող ձեզ պատասխանել, դա պատասխանեցի։ Հարգելի Ինչ այսօր ասում։ Իրազեկման հայտարարություն, թե որ անգամ Ես արդեն պարզաբանեցի, որ օրենքից ելնելով մենք ասել է չի տալիս հարցազրույց, ինձ Ես արդեն պարզաբանեցի։ Այս հայտարարության մեջ չկա լրացուցիչ իրազեկում, որ գիտեք բանը փոխել։ Ինչ եք պատրաստվում։ Մենք ուզում ենք անցնել այնուհանդերձ։ Եթե քայլեք, հիմա քաղաքացի։ Ես պարտավոր եմ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջի։ Չէ, հիմա քաղաքացիները առավել։ Բացատրեք, բացատրեք, մեքենաները խիեն, մեքենաներով եկեք, մեքենաներով շարժվենք, հա։ Ում մեքենաներն է մոտիկ։ Վերը մոտիկ, հա։ Վեր ես շարժվում եմ առաջ։ Տենամ ես բաց մեքենաների պարագայում էլ հիմա մեքենա եմ փակելու դեմս։ Մեքենաների երթևեկությունը բացա տեսնում եք, հա։ Մեր երթևեկությունը, մեր քայլերթը փակ է։ Մի հատ տվեք, էլի։ Բացատրում ենք, բացատրում, բռնեք խնդրում եմ։ Բեշ։ Դուր արամ։ Հարգելի լրագրողներ, մենք ոդկով ձեր հեսա կհասկանանք, դե այսքան մարդ մեքենա չունի, որ մի մասը ոդկով է եկել, հեռու է կանգնեցել, հարգելի հայրենակիցներ, կներեք այսպես կանգնեմ։ Սա է Հայաստանի այս պայդրությամբ իրադարձության վիզուալ պատկերը։ Այս ակվարիումը գույնս գույն ձկներով խորհրդանշում է մարզամերգային համալիրը այնտեղ հավաքված հյուրերով, որոնց ակվարիումի նման առանձնացրել են իրական ժողովրդից, իրական խնդիրներից։ Իրանք իրանցով հավաքվել են, այս ակվարիումի մեջ ջանջիգար են անում եւ մեկուսացել են մեր իրական ձայնից, մեր իրական խնդիրներից, մեր իրական հոգսից։ Հայ ժողովրդի հետ եվրոպացիներին մեկուսացրել են, որպեսզի հայ ժողովրդի հետ եվրոպացիք չշփվեն։ Եվ այս գույնս գույն սիրունիկ, փուչուրիկ, գրավիչ ձկները այս ակվարիումում այսօր մարզամերգային համալիրն են, որովհետև նրանք այսպես արհեստական միջավայրի մեջ ստացել են այսպիսի շոու, որի մեջ չկա Հայաստան, որի մեջ չկա հայ, որի մեջ չկա հայկականություն, որի մեջ չկա ցավ, որի մեջ չկա Արցախ, չկան քաղբանտարկյաններ, չկա այն իրականությունը, որը մեզ շրջապատում է։ Սա է մարզամերգային համալիրի մակետը։ Եվ ինչպես դուք տեսաք, մենք փորձեցինք ճեղքել այս իրականությունը, որպեսզի ակվարիումից հանենք մեր սիրելի հյուրերին, որպեսզի նրանք լսեն մեր ձայնը, տեսնեն մեզ, հասկանան, որ հայերը այն հյուրասեր, հյուրընկալ ժողովուրդն են, որ եւ պատրաստ են հաց տալ եւ դարդ կիսել։ Իրանք չեն ուզում մեր դարդը լսել։ Խեղճ ձկներ։
Հիմա ինչ եք անելու այդ Այս ձկները տալիս եմ հետ, նկարեցիք բոլորը։ Սա է եվրոպական գագաթաժողովը Երևանում։ Սա է մեկուսացած, արհեստական, իրականությունից կտրված, բացարձակ կապ չունեցող բնության եւ հայկական բնականության հետ։ Դուք եք նրանց խնամում որնշություն, ձեր տան Երեք գիշերն են առել։ Շնորհակալություն։ Հիմա մենք կտեսնենք, հա, ինչպես տեսնում եք, ոստիկանությունը այդպես էլ մնաց անհորդող, հանրային տրանսպորտել է գնում։ Ամենավտանգավորը մենք էինք փաստացել։ Ես որ Բրյուսել էի գնում, Նիկոլոսը Բրյուսելի տեղը չգիտեր։ Միակ բանը որ Բրյուսելում կար, երևի այդ չիշիկանող տղայի Արսանը գիտեր, ուրիշ ոչ մի բան չգիտեր Բրյուսելից։ Հիմա ինքը ինձ ու իմ կուսակցությանը, որը 15 տարվա եվրոպական կուսակցական անդամության փորձ ունի եւ աշխատանքի փորձ եվրոպական բոլոր ամբիոններում, այն կուսակցությանը, որը կանքել է 17 թվականին նոյեմբերին սեպան, որ առ այսօր բոլոր եվրոպական փաստաթղթերում համարվում է բազային փաստաթուղթ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, մեզ համարում են վտանգավոր։ Մեր վտանգը մի բանի մեջ է, մենք ճշմարտությունն ենք ասում, դրանով ենք վտանգավոր Նիկոլին։ Միասին եք չէ գնաց Եվրոպա բանաշ։ Ես հետը չեմ գնի, ես Ղարաբաղը հետը գնացել հանձնեց, ուր էր Եվրոպա գնա, Եվրոպան հանձներ։ Մի բան ճշտեմ։ Ես ճիշտ հասկացա, ձեզ փոխանցեցին, որ բանավոր փոփոխություն է եղել, որևէ գրավոր։ Ես որևէ բան չեմ պարզաբանում, քանզի ամեն ինչ տեսախցիկների վրա կա։ Դատեք ինքները ժողովրդավար Հայաստանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք քաղաքական ապօրինի հրահանգավորման հետևանք են, խոչընդոտում են ժողովրդավարական ակցիայի իրականացմանը։ Ասա էր պետք ապացուցել մեզ, գիտեք, երբ որ այս ակցիան մտածում ենք, մենք երկու սցենար ունենք, մեկը որ գնալու ենք միջև վերջ ու կանգնենք, ինչին վրա կզարմանանք, որտեղ խոսենք, որ այսքան պլոճիկ ունեն, թողնեն մենք էլ գնանք կանգնենք, ես Նիկոլեն։ Եվ այս տարբերակը, որ եվրոպացիներին ցույց տանք, որ ձեզ հետ պլակատ ձեզ ցույց տալու համար հարյուրավոր ոստիկաններ են կանչել, 3 կիլոմետր հեռու բլոկպոստ են դրել, որ հանկարծ չմոտենանք։ Ինչ եք անում։ Ստացանք։ Մնացածը արդեն գիտեք, այսօր էլ վաղներ, սա էլ ասեմ։ Այսօր էլ վաղներ քաղաքում տարբեր ակցիաներ լինելու են, ապակենտրոն ձևի, մենք վաղնել ենք ակցիա անելու ԵՄ-Հայաստան գագաթաժողովի եւ Երևանյան երկխոսություն կոչվող նոր թիթիզության առիթով անպայման դրա հետ կապված ակցիաներ անելու ենք, հետևեք մեր հայտարարություններին, իսկ ես վստահ եմ, որ Երևանում կան հազարավոր ակտիվ քաղաքացիներ, որոնք այս օրերին շարունակեն իրենց ապակենտրոն ակցիաները, այդ թվում այստեղ հավաքված մարդկանցից։ Կազմակերպված մասը մեր ցույցի համարում ենք այսքանով, այս ակվարիումով եւ այս բլոկպոստով ավարտած, Նիկոլը կանխատեսելի ինչպես տեսակ, շատ կանխատեսել, պրիմիտիվության լրջագույն ապացույց ժողովրդավարություն, որ մենք կանդալված ենք եւ այն պլակատը, որ բռնելով եկել ենք, դա է այսօրվա Հայաստանի պատկերը։ Կհանդիպենք մեր մյուս ակցիաներին, Այսօր լինելու է որնաշության։ տարբեր ապակենտրոն բաներ, այսօր էլ վաղներ։ Նամակից ինչ կա Եվրամիության։ 6 ուժերի նամակը ես ստանալով մեր գործընկեր կուսակցությունների համաձայնությունը տարածել եմ գագաթաժողովի գրեթե բոլոր մասնակիցներին, գրեթե բոլոր, բոլոր, իսկ գրեթե բոլոր ասելով նկատի ունեմ Զելենսկուն չեմ ուղարկել, հա, այդպես ասեմ, բանին Մոլդովայի վարչապետ, այսինքն ԵՄ-ից դուրս արևելյան գործընկերության ոչ ԵՄ անդամ երկրների ղեկավարներին չենք ուղարկել, որտեղ իրենք էլ այսպես ասած նման գագաթաժողովների երկրորդ սաստավն են, ոչ թե առաջի։ Առաջի սաստավը ԵՄ ղեկավարությունն է եւ ԵՄ անդամ ազգային պետությունն է։ Դրա համար արևելյան գործընկերության երկրներին եւ այլ օրինակ Թուրքիային էլ չենք ուղարկել, հա, չենք ուղարկել բնականաբար, ուղարկել ենք միայն նրանց, ում ձայնից բանա կախված Հայաստանի հետ կապված այս հակաժողովրդավարական զարգացումները կասեցնելու համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Հարգելի հետ։ Շնորհակալ եմ։